Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անունը քո։ Նախ Պանթեոնում ծաղիկներ են խոնարհում, հարգանքի տուրք մատուցում պատերազմին մասնակից հերոսների հիշատակին։ Հետո աղոթք խմար Աստված ու միայն դրանից հետո Ազատանը մեկնարկում է Ազատանի օր տոնակատարությունը մշակութային ու համայնքային միջոցառումներով։ Խոշորացված համայնքում Ազատանը Ախուրյանից հետո ամենամեծ բնակավայրն է շուրջ 6000 բնակիչներով։ Գյուղի օրն առանձնահատուկ կերպով նշելը բնակիչները պարտադիր են համարում։ Այս տարին առաջին անգամ համախմբեց գյուղում եւ նրանից դուրս ապրող ծնունդով ազատանցիներին։ Արգ են համարել, եկել են իրենց պապական գյուղ, շատ են ուրախացել իրենց հետ զրուցելուց, բավականաչափ դրական էմոցիաներ եմ ստացել, այսօր մեր հետ կիսում են իրենց բնակավայրի, իրենց համայնքի օրը։ Շատերն են ասում թոնրի լավաշն ու տնական պանիրը յուրահատուկ համու հոտ ունեն, իսկ քանիսն են այսօր թոնրով լավաշ թխում, իհարկե քչերը։ Համու հոտը հենց էս տնական հացի մեջն է, թե չէ ինչ, ֆրի հաց կսեն, չգիտես ինչ։ Երգիրը իր մշակույթով պետությունը։ Ազատանի օրը այս կարևոր մշակույթի պահպանմանն էր ուղղված նաև։ Ընդհանրապես ավանդույթներից շատերը հիմա աշխատում ենք պահպանել, լավաշ թխությունն է, յուղը պանիրի հետ պատրաստելու արարողությունն է, որը ցավոք էլի շատ քչերն են այսօր անում։ Գոբելեններից մինչև ավանդական ուտեստներ տոնի արդիվ տարբեր տաղավարներում համախմբվել էին գյուղի մշակույթի կենտրոնը, դպրոցը, ներկայացվել է այն արտադրանքը, որոնք արտադրվում են այս բնակավայրում։ Շատ շնորհակալ ենք բոլորից, ովքեր որ այսօր ներկա են գտնվում Ազատանում եւ նշում են մեր տոնը մեր հետ միասին։ Համախմբան նաև միջոցառում է շփվելու, համայնքի հետ կապված խնդիրները քննարկելու, լուծումներ առաջարկելու։ Երգով ու պարով պատմական անցյալը վերհիշելով ազատանցիները նշեցին իրենց օրվա գլխավոր ուղերձը՝ միասնություն, աշխատասիրություն եւ արմատների պահպանում։ Ազատանը մեր խոշորացված համայնքի այն բնակավայրերից է, որտեղ գյուղի մեծ մասը զբաղվում է հողագործությամբ եւ կռիվ է տալիս հողի հետ։ Դարերի պատմություն ունեցող այս բնակավայրը միշտ էլ առանձնացել է մարդկանց համերաշխությամբ, փոխօգնությամբ ու ստեղծարարությամբ։ Շնորհավոր տոն Ազատանի, շնորհակալ եմ Ազատան համայնքի, որ մեր խմբակին տեղ են տվել։ Մենք գործել ենք տարբեր տեսակի գորգեր, կարպետներ ու անում ենք էլ ավելի շատ աշխատանքներ։ Ունենալով մեծ պատմություն, մեծ անցյալ ու ինչու՞ չէ նաև շատ պայծառապագա, կարծում եմ, որ շատ կարևոր քայլ է նմանատիպ առիթը նշելու համար։ Նախկինում գյուղը ունեցել է մի շարք անվանումներ՝ Գանդմախ, Լիղարաքիլիսա եւ միայն 1945 թվականից այն վերանվանվել է Ազատան։ Հարուստ պատմություն ունեցող գյուղի օրը վարչական ղեկավարի խոսքով կդառնա ավանդույթ։ Հետամուտ եմ լինելու, որ ամեն տարի շարունակական լինի։ Տոնական օրը շարունակվել է մինչ երեկո եւ եզրափակվել հրավառությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Իսրայել, որտեղ ելույթ կունենա Քնեսեթում։ Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է եւ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկարգավորվի։ Թրամփի այցին ընդառաջ Թել Ավիվի լողափին մեծ տառերով գրել են շնորհակալություն, որպեսզի վայրեջ կատարելի Սպիտակ տան ղեկավարը տեսնի այն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների վերադարձը պատմական իրադարձություն է։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ առջևում դեռ շատ լուրջ անվտանգային մարտահրավերներ են սպասվում։
Միևնույն ժամանակ Իսրայելում եւ Գազայում սպասում են պատանդների եւ բանտարկյալների վերադարձին։ Համասը Կարմիր խաչի միջոցով վերադարձրել է ողջ մնացած 20 պատանդներից 7-ին։ Նրանք նախնական ստուգում կանցնեն հիվանդանոցում եւ կհանդիպեն ընտանիքի անդամների հետ։ Պաղեստինցի գրեթե 2000 բանտարկյալները եւս ազատվել են իսրայելական բանտերից։ Այս ընթացքում Շարմ el-Շեյխում պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ։ Սեբաստիան Լկորնյուն, որը վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում, հայտարարել է նոր կառավարության կազմը։ Հոկտեմբերի 6-ին կառավարության կազմը հայտարարելուց 14 ժամ անց Լկորնյուն հրաժարական էր տվել պաշտոնավարելով ընդամենը 26 օր։ Այս անգամ նա խոստացել էր փոփոխել կառավարության կազմը, այնուամենայնիվ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն եւ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը պահպանել են պաշտոնները։ Պաշտպանության նախարարի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր հենց Լկորնյուն, վստահվել է Կատրին Վոտրինին։ Ծայրահեղ ձախ անկոտրում Ֆրանսիա եւ ծայրահեղ աճ ազգային ճակատ կուսակցությունները խոստացել են նոր կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն ներկայացնել։ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինային Թոմահոք հեռահար թևավոր հրթիռների տրամադրումը, եթե մոտ ապագայում չհաջողվի կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս հայտարարությանը նախորդել էր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեմաներից մեկը եղել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը։ Զելենսկին հայտարարել է, որ Թոմահոքներ ստանալու դեպքում Կիևը դրանք կկիրառի միայն ռազմական թիրախների դեմ։ Կրեմլում հայտարարել են, որ Կիևին Թոմահոք հրթիռների փոխանցումը լրջորեն կսրի իրադրությունը։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 80-ից ավելի անօդաչուի հարձակումը հետ մղելու մասին։ Զապորոժիայի մարզում ռուսական անօդաչուի հարվածից 2 մարդ է զոհվել։ Սումիի մարզում 2 մարդ վիրավորվել է։ Օդեսայի մարզում անօդաչուների հարվածներից հետո հագուստի պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է ուկրաինական 103 անօդաչու խոցելու մասին, որոնց հիմնական թիրախում եղել է Ղրիմը։ Թեոդոսիայի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև սահմանային բախումների հետևանքով երկու կողմերում տասնյակ զինվորականներ են զոհվել։ Օրեր առաջ Պակիստանն ավիահարվածներ էր հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի արևելքում գտնվող շուկաներից մեկին։ Թալիբանը պատասխան հարվածներ էր հասցրել Պակիստանին։ Շաբաթ եւ կիրակի օրերին փոխադարձ հարվածները շարունակվել են։ Քաբուլը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է, որ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի խնդրանքով դադարեցրել է հարվածները։ Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանը, հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ մնացել են Պակիստանի Կողմերի միջև լարվածությունը սրվել է, երբ Իսլամաբադը Թալիբանից պահանջեց գործողություններ ձեռնարկել Աֆղանստանի տարածքից Պակիստանի վրա հարձակումներ իրականացնող զինյալների դեմ։ Թալիբանը հերքել է այն պնդումները, թե իր տարածքում պակիստանյան զինյալներ կան։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հայտարարել է երկրում տեղի ունեցող հեղաշրջման փորձի մասին, երբ զինվորականները միացել են երիտասարդ ցուցարարներին։ Բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել զինված ուժերի նկատմամբ եւ նոր շտաբի պետ նշանակել։ Մադագասկարում արդեն 3 շաբաթ շարունակվող ցույցերի մասնակիցները դժգոհություն են հայտնում կառավարությունից։ Ըստ ՄԱԿ-ի ցույցերի ընթացքում ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել։ Նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ։ Ծխելը ոչ միայն նորաձև չէ, այլև օրենքով արգելված։ Պատահական չէ, որ վերջին տարիներին Հայաստանում հանրային վայրերն աստիճանաբար մաքրվում են ծխախոտի ծխից։ Բացի ցուցանակները մենք էլ ենք հսկողություն պահպանում այդ ամեն ինչի հետ կապված, քանի որ մեզ էլ է դուր գալիս այդ օրենքը, ինչքանով է դուր գալի մաքուր օդ, մաքուր միջավայր եւ մեր հյուրերի, այսպես ասած, կոմֆորտը, հա, որ իրանք գալիս են հիմնականում մեզ մոտ ընտանեկան երեկոների, ընտանեկան ընթրիքների։ Արդեն 3 տարի է, ինչ մեր երկրում օրենքն արգելում է ծխախոտի օգտագործումը հանրային փակ եւ բացօթյա տարածքներում։ Սա պարզապես վարչական կարգավորում չէ, այլ առողջության պաշտպանության կարևոր քայլ։ Ճիշտն ասած, դա ամենակարևոր բանն է, որ այս տարբերակները կան ու ուրախ կլինեմ, որ միշտ վերահսկվի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, ծխախոտը տարեկան խլում է ավելի քան 8 միլիոն կյանք, այդ թվում շուրջ 1 միլիոն 300,000-ը չծխող մարդիկ են, ովքեր կրում են երկրորդային ծխի ազդեցությունը։ Իսկ Հայաստանում վիճակագրությունն այսպիսին է. ԱՀԿ ներդրումային ծրագրի հետազոտության համաձայն ամեն տարի ավելի քան 5500 հոգի մահանում է ծխախոտի հետ կապված հիվանդության պատճառով։ Այսօր ավելի շատ են մարդիկ, ովքեր պաշտպանում են ծխախոտի ծխից զերծ մնալու իրենց իրավունքը։ Եվ դա ոչ թե խստություն է, այլ մշակույթի փոփոխություն։ Ինձ հղի արդեն ինձ հաճելի չէ, էլի որ փողոց ծխում են։ Բացատրել, որ հաճս ուտում, ծխի հոտը հաճելի չի լինում, էլի։ Ոնց որ ասած, ախորժակը փակվում է բանալու։
Բայց այս մաքուր օդին դուրս նստած ենք, շատ հաճելի է։ Ուսումնասիրությունը փաստում է, ծխախոտից կախվածությունը նվազում է այն երկրներում, որտեղ գործում են խիստ սահմանափակումներ։ Իհարկե լինում են հյուրեր, որ տեղեկացված չեն, հարցնում են, մուտքի մոտ հարցնում են հյուրն գալիս ձեզ մոտ հնարավոր է ծխել թե չէ։ Մենք իհարկե ցույց ենք տալիս ցուցանակները եւ բացատրում ենք օրենքի ըստությունը եւ նրանք ըմբռնումով են մոտենում, ճիշտն ասած։ Հիմնականում ընտանիքներով են այցելում երեխաների հետ, հղի կանայք, հետեւաբար մեզ համար եւս շատ կարեւոր է այդ կանոնի պահպանումը։ Հակածխախոտային պայքարի ջատագովներն ընդգծում են, ծխելը միայն անձնական որոշում չէ եւ ամեն մի գլանակը վառելուց առաջ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հիշի նվազագույնը 3 չի կարելիների մասին՝ չվնասել սեփական առողջությունը, չվնասել շրջապատող մարդկանց եւ խնայել սեփական ֆինանսական միջոցները։ Երևանում կայացած պրեմիերայից մեկ ամիս անց Գավառ քաղաքում ցուցադրվում է «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը։ Մոտ 30 րոպե տևողությամբ ֆիլմն անդրադառնում է սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Հայաստանում երևույթը նոր չէ եւ շարունակում է մտահոգիչ լինել նաեւ այն առումով, որ շատ հաճախ կնոջն ուղակի ստիպում են հրաժարվել աղջիկ երեխայից։ Սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի մեծ մասը գրանցվում է Գեղարքունիքի մարզում։ Փաստում են տեղական եւ միջազգային տարբեր կառույցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել, որ կարևոր է ընդհանրապես ֆիլմի ցուցադրությունը Հայաստանի բոլոր մարզերում եւ դա էր պատճառը, որ ինքս առաջարկեցի Նիդերլանդների թագավորության դեսպանության մեր հարգելի գործընկերներին մեզ հետ համատեղ ունենալ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում եւ առաջին մարզը, որ ընտրեցինք, հենց Գեղարքունիքի մարզն է։ Ֆիլմի ստեղծմանը աջակցել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանությունը, կանխել աղջիկ երեխաների ծնունդից հրաժարվելը, չխախտել կանանց վերարտադրողական առողջության իրավունքը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Սա է ֆիլմի ուղերձը։ Խնդրի լուծման նպատակով իրենց ջանքերն են միավորել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Նիդերլանդների դեսպանությունը։ Մեզ բացասական առումով մի բան շատ զարմացրեց։ Վերջին 20-ից 30 տարիներին Հայաստանում 80,000 աղջիկ չի ծնվել սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով։ Մենք հույս ունենք, որ այս ֆիլմը կքննարկվի հասարակության տարբեր շերտերում, տանելով դեպի սեռերի միջև հավասարության, որտեղ բոլորը կունենան իրենց դերը եւ գենդերազգայուն խնդիրները Հայաստանում կլուծվեն։ Սա շատ կարևոր ազդակ է, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրով, այլ կարողանանք նաեւ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Շնորհավոր աղջիկ է ֆիլմի դիտումից հետո լսարանն ու բանախոսները բավականին երկար քննարկում են խնդիրը, կարծրատիպերն ու հասարակության ընկալումները, փորձում են համատեղ գտնել երևույթի կանխարգելման ու հաղթահարման ուղիներ։ Բերդ քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ սոցիալ-կրթական կենտրոն, նախատեսված երեխաների, ծնողների ու երիտասարդների համար։ Այն լրացնում է Տավուշի թեմի մյուս Արևիկ եւ Պապոնց տուն կենտրոնների շարքը։ Մեծ ծրագրի այս նախագծի նախաձեռնողը Պահապան հիմնադրամն է, որը միավորել է մի շարք գործընկերների Բերդում նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Կենտրոնը կունենա ժամանակակից շինություն, ապահով միջավայր, որտեղ երեխաները կարող են սովորել, զարգանալ, իսկ մեծահասակները ստանալ սոցիալական աջակցություն ու մասնագիտական գիտելիքներ։ Սիրելի հայ բարեկամներ, ես Հայաստանում Japanese դեսպան Աուկին եմ։ Japan has a lot of projects in Tavush region. Կենտրոնի ստեղծմամբ մենք բարելավում ենք ենթակառուցվածքները, որոնք մարդկային անվտանգության տեսանկյունից կարևոր են։ Այս տարածքը կլինի որպես համայնքային կենտրոն, բնակչության բոլոր խմբերի համար։ Հայաստանում իրականացվող աշխատանքներում կարևորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին, եւ Բերդը, որպես սահմանամերձ գոտի ու տեղահանված բնակչության ընդունող համայնք, այս առումով լուրջ կարևորություն ունի։ Տավուշի մարզում եւ Հայաստանում առհասարակ մենք տարբեր ծրագրեր ունենք։ Ջրամատակարարման ցանցի ստեղծում, գյուղատնտեսների համար բժշկական սարքավորումների տրամադրում, բուժ հաստատությունների, կրթական կենտրոնների վերանորոգում եւ նմանատիպ այլ ծրագրեր։ Տավուշն անչափ գեղեցիկ է, բայց ամենակարևորը, որ
կարող եմ նշել հյուրասիրությունն ու հյուրընկալությունն է, մարդկանց ջերմությունը, որ ես զգում եմ լավագույն տպավորությունն է ինձ համար։ Կառուցվելիք կենտրոնի նպատակը մեկն է համայնքի բնակիչներին տալ գործնական գիտելիքներ ու հնարավորություններ, որոնք կարող են նրանց համար ավելի կայուն ապագա ապահովել։ Այն նախատեսված է տարեկան շուրջ 300 երեխաների ու երիտասարդների համար։ Բերդի սոցիալ-կրթական կենտրոնը նպատակ ունի Բերդ համայնքում ստեղծել մի կրթօջախ, որտեղ երեխաները, տարեցները, մեծահասակները եւ կանայք միշտ ունենան հնարավորություն հավաքվելու, միասին սովորելու, շփվելու, դառնալու համայնքի համար մի զարկերակ, որտեղ որ թե կրթական, թե սոցիալական ծրագրերը կդառնան համայնքի համար սոցիալական եւ կրթական խնդիրները լուծելու մի հնարավորություն։ Կրթական ու սոցիալական բաղադրիչներից զատ կենտրոնը կդառնա մշակութային ու համայնքային միջոցառումների նոր հարթակ։ Այստեղ նախատեսվում են անցկացնել ներառական կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ ու համայնքային նախաձեռնություններ արդեն բարենպաստ պայմաններում։ Մենք Փառք Աստծո Բերդ քաղաքում, որ գրեթե 100 տարի չունեինք, հիմա ունենք գործող եկեղեցի եւ մյուս ծառայությունը համակարգելու համար, սոցիալական ծառայությունը ավելի համակարգված մատուցելու մեր ժողովրդին անհրաժեշտություն կար սոցիալական կրթական կենտրոն ունենալ, որը ինչպես տեսնում եք արդեն զգալի մասը կատարվել է եւ այսօր առաջին փուլի այդ ավարտումը մենք ազդարարեցինք, արդեն հույս ունենք, որ մյուս տարի ամբողջությամբ կավարտենք շինարարությունը եւ դռները կբացի մեր զավակների համար, որոնք այստեղ հոգեոր կրթություն կստանան, այլ ծառայություններ կմատուցի մեր ժողովրդին եւ հատկապես նրանք, ովքեր դրա անհրաժեշտություն ունեն։ Բերդ համայնքի համար սոցիալ-կրթական կենտրոնը փորձ է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են առանց սահմանափակումների սովորել, ծնողները ստանալ անհրաժեշտ աջակցություն, իսկ երիտասարդները գտնել նոր ուղիներ ինքնակատարելագործման ու սոցիալ-տնտեսական կայունության համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը շարունակում է շրջայցերը տարբեր արտադրամասերում։ Կարճատև դադարից հետո գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կրկին հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպումներ է անցկացնում բազմահազարանոց կոլեկտիվի հետ, հատ-հատ լսում յուրաքանչյուրին հուզող հարցերը։ Հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում գլխավոր տնօրենը խոսքը սկսեց, ընդգծելով ընդամենը մի քանի ամիս անց կրկին կհանդիպենք նույն տեղում եւ կխոսենք արդեն կոնկրետ ձեռքբերումներից։ Այն բոլոր հարցերը, որոնք մենք նախորդ անգամ քննարկեցինք, մի մասը լուծված է, իսկ որոշները դեռ ընթացքի մեջ է։ Ուզում եմ առանձնացնել երկու շատ կարևոր անելիք, որոնք դեռ չենք լուծել։ Առաջինը ասպիրացիոն համակարգի ներդրումն է, եւ մենք ծրագրում ենք գալիք տարվա առաջին կիսամյակում օդափոխության նոր համակարգի հարցը լիովին լուծել։ Երկրորդ հարցը կենցաղային պայմաններին են վերաբերում, որոնք մենք կլուծենք մինչև նոր տարի։ Խնդրում եմ ասեք, եթե ես ինչ-որ բան եմ բաց թողել։ Արտադրական հարցերից զատ աշխատակիցներին նաև հետաքրքրում էր իրենց ուսման վճարների հարցը, կոմբինատը ոչ միշտ է փոխհատուցում։ Վճարս արդեն 3 տարի համ սովորում եմ, ի վճարս էլ ստո փոխանցում չունի։ Ռոման Խուդոլին շեշտեց, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի վճարում աշխատակիցների ոչ մասնագիտական կրթության ուսման վճարները։ Ձեռնարկությունը խրախուսում է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող բուհական կրթությունը եւ այս դեպքում է միայն պատրաստ փոխհատուցելու։ Руководство цеха считает, что они перспективные. Արտադրամասի ղեկավարությունը, եթե համարում է, որ աշխատակիցը հեռանկարային մասնագետ է եւ արժե առաջ տանել, մենք ամեն արտադրամասում նրանց կառանձնացնենք, լրացուցիչ կկրթենք, վերապատրաստման դասընթացներ կանցնեն, որ մենք ունենանք ռեզերվային մասնագետներ։ Ճիշտ ասած, հարցս կապված է կրանորոշիչների հետ քննության կարգի բարձրացման։ Մենք արդեն տարակարգերը վերանայել ենք եւ դուք էլ անպայման կմասնակցեք տարակարգի բարձրացման քննությանը։ Պարոն Խուդոլին անչափ շնորհակալություն աշխատավարձների վերանայման հետի։ Շնորհակալ ենք։ Это переход на новую систему оплаты. Հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում ողջունում են տնօրինության ворթեգրած քաղաքականությունը, ընդգծելով դեմ առ դեմ հանդիպումը արդյունավետ աշխատանքի լավագույն տարբերակն է։ ՀՋՏ-ի աշխատակիցները շատ բարձր են գնահատում ղեկավարության նման հանդիպումները աշխատակիցների հետ, դա նաեւ ստիմուլ է տալիս աշխատակիցներին ել ավելի լավ աշխատել, որպեսզի դրա հետ զուգահեռ կարողանան նաեւ ել ավելի լավ խնդիրները բարձրացնել, ել ավելի լսելի լինել ղեկավարության կողմից։ Աշխատավարձի բարձրացումը լիքը մարդկանց մոտ լավ տպավորություններ ա, մարդիկ արդեն sense ասած փողի համոզում են, գիտեն ինչ համար են աշխատում։ Արտադրության գծով տնօրենը կարևորելով նման շրջայցերը նշում է, նախորդին հնչած գրեթե բոլոր հարցերը լուծում են ստացել։ Նման այցերը շատ են, ավելի շատ են մոտիկացնում
ղեկավարությանը աշխատողների հետ։ Սա արդեն երկրորդ այցն է եւ երկրորդ առաջի այցի ընթացքում հնչած բոլոր հարցերը, եթե ոչ 100%-ով 90%-ով լուծված են, ու հիմա էլ արդեն համեմատած անցած այցի արդեն հարցերը շատ քիչ են։ Իսկ մնացած հարցերն էլ, որը մնացել է եւ որը հիմա հնչել է, նորից նույն 3-4 ամսվա ընթացքում ամենաշատը լուծվելու են։ Հաջորդ կանգառը հարստացուցիչ ֆաբրիկայում էր։ Այստեղ ղեկավար կազմը մանրակրկիտ ծանոթացավ աշխատանքային պայմաններին, վերջերս իրականացված շենքային փոփոխություններին։ Այստեղ եւս բարձրացրած հարցերը վերաբերում էին մասնագիտական աճի հնարավորություններին եւ կոմբինատում աշխատանքի ընդունելությանը։ Ձեռնարկության գլխավոր տնօրենն ընդգծեց, միայն սոցիալական հարց լուծելու պատճառով չեն կարող նոր մարդկանց ընդունել աշխատանքի։ Ինչ վերաբերում է օդափոխության լիովին նոր համակարգի ներդրմանը, այն կարելի է համարել կոմբինատի խոշոր ծրագրերից մեկն է, նշեց գլխավոր տնօրենը։ Սա գլոբալ ծրագիր է։ Կարելի է ասել, այսպիսի ծրագիր առաջին անգամ է իրականացվում ձեռնարկությունում։ Նախ մենք ծախսեցինք ժամանակ ու մեծ գումարներ մշտադիտարկում անցկացնելու համար, հասկանալու օդափոխության խնդիրները։ Մենք բախվեցինք մի իրավիճակի, որից հասկացանք, հինը ընդհանրապես չէր գործում եւ ստիպված ենք 0-ից նորը համակարգներ դնել։ Եվ այդ պատճառով չենք կարող միանգամից բոլոր արտադրամասերում տեղադրել։ Սա արագ ստացվող ծրագիր չէ, բայց մեզ համար մարդկաց առողջությունը առաջնահերթ է։ Ռոման Խուդոլին նախորդ ու այս շրջայցերի միջև մեծ տարբերություն է տեսնում, դրական տեղաշարժ կա, տրամադրությունները փոխվել են դեպի լավը, ամենակարևորը փոխադարձ վստահությունն է, ասում է։ Այդ վստահությունը ես տեսա, որովհետև մենք ինչ խոստացել ենք, կատարում ենք, բաց ենք բոլոր հարցերի համար եւ պատրաստ դրանք լուծել։ Ես բարձր եմ գնահատում այս հանդիպումները, հասարակ աշխատակցի հետ կապը շատ եմ կարևորում, ծրագրում ենք տարեկան 3 այսպիսի շրջայց իրականացնել, եզրափակեց նա։ Երբ քաղաքը դեռ քնած է, իսկ փողոցները կիսադատարկ, պարեկներն անցնում են հերթափոխի։ Նրանք առաջիններից են, որ դուրս են գալիս փողոց հսկելու նոր արթնացող կյանքն ու ապահովելու անվտանգ միջավայր։ Պարեկային ծառայության լոռու գումարտակի ավագ Պարեկ Հեղինե Լոռյանը նույնպես ապրում է նմանօրինակ առօրյայով։ Նա պարեկային ծառայություն է ընդունվել հանցավորության դեմ պայքարի ոգեշնչումով։ 2022 թվականից ծառայում եմ պարեկային ծառայությունում, որոշեցի ընտրել պարեկային ծառայությունը, քանի որ միշտ հետաքրքրված եմ եղել իրավական ոլորտով եւ ցանկանում եմ օգնել հասարակությանը իմ գիտելիքները կիրառելով գործնականում։ Հեղինեի համար ծառայությունը պարզապես աշխատանք չէ, այլ պատասխանատվություն ու նվիրում։ Համազգեստը պարզապես հագուստ չէ, այլ հպարտություն ու արժանապատվություն։ Իսկ երբ պատասխանատու ծառայությանն ու համազգեստի պատվավոր ներկայությանը գումարվում են կանացի խստապահանջությունն ու նրբությունը, ձևավորվում է հակասություններով լի մի կերպար, որը կարծրատիպեր է կոտրում։ Հասարակության մեջ կան կարծրատիպեր, որ ոստիկանությունը տղամարդկանց գործն է, կանայք իրավունք չունեն ծառայելու ոստիկանությունում, սակայն ես կարող եմ պնդել, որ կանայք նույնպես ուժեղ են, համառ եւ նպատակասլաց եւ կարող են ինքնուրույն կազմակերպել իրենց ծառայությունը արդյունավետ կերպով եւ կարող են արժանապատվորեն կրել համազգեստը եւ մատուցել ծառայություն Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին։ Հերթափոխի ավարտով, սակայն Հեղինեի օրը չի վերջանում։ Նրա կյանքում կա կարգապահության երկու տեսակ՝ ծառայողական ու մարզական։ Երկուսն էլ պահանջում են սառնասրտություն, կայունություն ու արագ որոշումներ։ Նա ծառայողական համազգեստը փոխում է մարզականի եւ մտնում մարզադահլիճ։ Գորգին մոտենալիս փոխվում են խաղի կանոնները, բայց ոչ սկզբունքները։ Պարեկային ծառայողը տատամիի վրա դառնում է մարզիկ, կենտրոնացած, լուռ ու ազդեցիկ։ Այստեղ եւս շարժումները հստակ են, կշռադատված եւ ուժեղ, ինչպես ծառայության մեջ։ Մանկուց զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով, ներկայումս զբաղվում եմ քրոսֆիթով, վազքով եւ կարատե մարզաձևով։ Կարատեով հենց սկսել եմ զբաղվել 15 տարեկանում։ Այդ տարիքում ինձ մոտ եղավ այնպիսի փուլ, որ ես սկսեցի ծանոթանալ գոջուրյու կարատեի մշակույթին եւ փիլիսոփայությանը, որը ինձ տվեց մեծ կամքի ուժ։ Սպորտս նույնպես դեր է խաղացել, որ ես անցնեմ ծառայության ոստիկանության շարքերում։ Հեղինեն վստահեցնում է, սպորտը ծառայության մեջ շատ է օգնում։ Մարզումները ոչ միայն ֆիզիկապես են ամրապնդում, այլև հոգեբանորեն։ Սովորում ես վերահսկել հույզերդ, գնահատել վտանգը, ճիշտ պահին արագ կողմնորոշվել։ Հենց այդ պատճառով էլ Հեղինեն շարունակում է մարզվել, շարունակում է զարգանալ ու ուժեղանալ ոչ միայն որպես պարեկ, այլ նաև որպես անհատ։
2024 թվականին դարձել եմ Հայաստանի չեմպիոն, Վրաստանի մրցումներում եմ հաղթել, ձեռք բերել առաջին եւ երկրորդ տեղի մեդալներ եւ Դոնի Ռոստովում կայացած մրցաշարին եմ մասնակցել միջազգային, որում ձեռք եմ բերել 4 մեդալ, որից 2-ը ոսկե եւ 2-ը արծաթե։ Հեղինե Լորյանի օրինակը լավագույն պատասխանն է այն հարցին, թե արդյոք հնարավոր է համադրել ուժը, կանացիությունն ու կարգապահությունը։ Պատասխանը պարզ է, ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։